Անջելիկ Գարյան, հիմա ինչ խնդիրներ եք նկատել անտառտնտեսությունը վարելիս, ինչքան հեկտար է կազմում տարածքային առումով։ Ուրեմն 32,000 հեկտար տարածություն ունի նոյեմբերյանի անտառտնտեսությունը, որից 30,000-ը շուրջ 30,000-ը անտառացած տարածք է։ Ուրեմն սկսում է ծոյի մակերևույթից 500 մետր բարձրությունից մինչև 2200 մետր բարձրությամբ, որից մինչև 1800 մետր բարձրության վրա անտառածածկ են, ամենաբարձր 1800 մինչև մետր աճում են ուրեմն կաղնի, ուրեմն հաճարենի, թխկի, բարձր լեռնային վիսակագորնի եւ մնացած անտառ կուլտուրաներ, իսկ ցածր 500 մետր մինչև բարձրության վրա աճում են թփատեսակներ, ցակի, ղաժի, հոնի եւ այլ ծառատեսակներ։ Դրանցից որոնք են ավելի արժեքավոր։ Արժեքավոր բոլորը ուրեմն բնության մեջ բոլորը արժեքավոր են, յուրաքանչյուր ունի իրեն տեղը եւ լրացնում է ուրեմն կեսա բազմազանությունը։ Այնպես որ որպես արժեքավոր եթե դուք նկատ ունեք բնափայտի տեսակետից, ամենարժեքավորներից ուրեմն կաղնին է, լորենին է, հացենին է, հաճարենին է եւ նրանից հետո արդեն այս տարածքում արհեստական սոճենի, պիղտա, այլ մայրենի եւ այլ տեսակներ։ Իսկ դուք այդ թվերը, որ նշեցիք վերջին որ տարվա ուսումնասիրության արդյունք է քանի հեկտար է զբաղեցնում։ Ուրեմն շուրջ կեսից ավելը զբաղացնում են հաճարենին եւ կաղնին։ Նրանից հետո ուրեմն փոխին, հացենին, հետո մյուս ծառատեսակները՝ թխկի, լենատրևի եւ արհեստական սոճուտներն են եւ մնացած թփա ծառատեսակներ՝ ղաժի, ուրեմն հոնի, ճապկի եւ այլ տեսակներ։ Դուք քանի տարի է ինչ տնօրենն եք։ Ես 15 տարի է ուրեմն այս տնտեսության տնօրենն եմ։ Դրանից առաջ ուրեմն եղել եմ նոյեմբերյանի շրջգործկոմի նախագահ։ Դրանից առաջ եղել եմ հաղթանակ սովխոզի տնօրեն, դրանից առաջ եղել եմ Պտղավան սովխոզի տնօրեն, երկու անգամ էլ եղել եմ Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի պատգամավոր։ Այնպես որ այս տարածքից համար շատ հարազատ է եւ ամեն մի ծառութուփ, ամեն մի մարդ փոքրից մինչեւ մեծ ճանաչում է։ Քանի որ ճանաչում եք, ավելի հեշտ կլինի պատասխանել, իսկ այստեղ կան անտառահատողներ ապօրինի, հա։ Ուրեմն ասեմ, այստեղ մեծամասշտաբ անտառահատողներ չկան, բայց ես ծնված լինելով այս տարածաշրջանում, ամբողջ կյանքս ապրել եմ այս տարածաշրջանում, առնչություն եմ ունեցել անտառի հետ, կապ եմ ունեցել, ինքս գյուղատնտեսական կրթությամբ գիտություն թեկնածու մարդ եմ, արդեն 15 տարի աշխատում եմ այս բնակավայրում, ոչ մեկը թող չասի, որ այդ անտառում ապօրինի հատում չկա։ Ապօրինի հատումը դա բան իմաստով է, ապօրինի հատում կա անշարժ անտառին անվնաս հասցնելու, բայց ապօրինի հատումներ կան բիզնեսի նպատակով, թալանի նպատակով։ Այդ դա պետք է իրարից տարբերվի։ Օրինակ, եթե անտառը գյուղը համայնքը մխրճված է անտառի մեջ, ոնց կարող է պատահի այդ անտառի հատվածում ինչ որ ապօրինի խախտում չլինի։ Ովքեր են հիմնականում բայց ապօրինի խախտում կլինի, ասենք գյուղացին խոտ է տեղափոխում տուն, այդ խոտը կապելու համար մի հատ ժերդի է պետք, մի 5-6 մետր երկարությամբ մի բարակ ձողի։ Հիմի դա էլ կարելի է հաշվել ապօրինի հատում, կա որ տասնյակներով, հարյուրներով, ասենք բիզնեսի նպատակով, շինափայտի նպատակով, ուրեմն կտրված ծառեր կարելի է կոչել ապօրինի հատում։ Դա ես չեմ ընդունում։ Կա բիզնեսի նպատակով լայնածավալ։ Բացառվում է այս տասնյակ տարիների ընթացքում այս տնտեսությունը համարվել է հանրապետության ամենալավագույն տնտեսություններից մեկը։ Եվ ամեն տարի էլ իրոք այստեղ էլ գրանցվել է անտառ խախտման դեպքեր, բայց դրանք այնքան մանր ու փոքր են, որոնք ինչ որ տեսակարար կշիռ չունեն մեր աշխատանքի մեջ։ Բայց դրանք էլ գտնվում, բացահայտվում են դրանք, ասենք անհասկացող երեխաների կողմից, ինչ որ գյուղի, ասենք այն մի անհասկացող մարդու կողմից, որ կատարում է այդ նման խախտում, բայց միտումնավոր ինչ որ անտառին վնաս հասցնելու
համար մեր աշխատողները շատ պրոֆեսիոնալ աշխատողներ են եւ Քանի հոգի են աշխատում ձեր ուրեմն տնտեսում։ ունենք ընդամենը 68 հոգի հաստիկային աշխատող, որից 36 հոգին դրանք անտարապահներն են, որոնք բարձրատրվում են այնքան ցածր աշխատավարձ, որ իմանաք կարողա ծիծաղեք։ Եվ այդ մարդկանցից էլ պահանջում են 24 ժամ շուրջօրյա պատասխանատվություն։ 40,000 դրամ ընդամենը։ Հիմա էլ հենց մեկից տարավ մինիմում աշխատավարձը 45,000 դրամ, երևի կդարձնեն 45,000 դրամ։ Դրանից էլ պահումները հանի հազիվ կստանան մի 40,000 դրամ, բայց դրանց ուրեմն այդքան մեծ պատասխանատվություն ա դրանց վրա։ Մնացած 7 անտառապետ ունենք, մի ավակ անտառապետ ունենք, մեր փոխտնօրեն պահպանության գծով, 2 ինսպեկտոր պահպանության գծով, ես հաշվապահ մի 2 հատ էլ ունես աշխատող։ Այսքանով պահում ենք 32,000 շուրջ հեկտար տարածք եւ ասում եմ եւ ասածից էլ տերն եմ շատ լավ ենք պահում, շատ արարատ, արդար, լավ պահված անտառներ են, որ դուք հիմա այսան շուտով ականատես կլինեք, որ իրոք տենց է։ Հիմնադրած նոր անտառներ ունենք, հիմա կմոտենանք, կտենանք ինչ որակի, ինչ կարգի, ինչ արդյունավետության անտառներ են։